Դե հայրիկս որ խմում էր, այդ ժամանակ կարող է խփեր, հիմնականում կամ վիրավորեր, դրա պատճառով դրսում էի հայտնվում, ու տենց մեր համայնքն էլ որոշեց, որ պետք է որոշ ժամանակով գամ այստեղ, մինչև իր խնդիրը ինչ-որ ձևով լուծվի։ Երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամում այս պահին հաստատված անչափահասներից մեկն է պատմում։ 6 ամիս առաջ է հայտնվել կենտրոնում, ընտանիքում բռնության ենթարկվելու պատճառով։ Այժմ իրեն այստեղ լավ է զգում ու ապահով։ Դա ավելի իմ հոգեբանությունը ամրացած է, առաջվա ամենատ, ավելի իմ ինքնագնահատականն է բարձրացել, որտեղ այստեղ էլ եմ ասում, որ շատ լավ եմ վերաբերվում։ Առաջ ավելի թույլ էի, իսկ հիմա այդքան էլ թույլ չեմ, առաջ ավելի խոցելի էի, հիմա այդ խոցելիությունը չկա։ Հիմնականում չենք ուզում հիշենք, այստեղ են գալիս աշխատում ենք, շատ չանդրադառնանք մեր խնդիրներին, շատ չենք խոսում, հիմնականում ուրիշ թեմաներից ենք խոսում, կենտրոնի մասին կամ մեր առօրյայի մասն ավելի շատ։ Մարդու իրավունքների պաշտպանի 2025-ին հրապարակած արտահերթ զեկույցի համաձայն տարեցտարի աճում է երեխաների բռնության դեպքերով իրենց դիմողների թիվը։ Երեխաների պաշտպանության կենտրոնում բռնության ենթարկված երեխաներն են։ Այստեղ ևս փաստում են, որ վերջին տարիներին աճում է բռնության ենթարկված երեխաների թիվը։ Այս պահին կենտրոնում է 31 երեխա։ Մեծ մասի դեպքում համայնքը կամ ոստիկանությունն է դիմում կենտրոն։ Տարիների ընթացքում բռնության դեպքերը թվում էր, թե պետք է նվազեն, որտեղ դրա մասին խոսվում է, դրա հետ աշխատում է։ Ես կարծում եմ, որ թվերի աճը պայմանավորված է մի քանի գործոնով։ Առաջինը մեծ առումով անպատժելիության մթնոլորտը որոշակիորեն պահպանվել է, հա, որտեղ բռնության ենթարկողը ունի սուր զոհի հոգեվիճակ, ու միշտ չի, որ ինքը պատրաստ է լինում բարձրաձայնել դրա մասին, աշխատել դրա հետ, հաղթահարել այդ վիճակը։ Երեխաների պաշտպանության հարցերով զբաղվողների խոսքով ոչ թե բռնության դեպքերն են աճել, այլ դրանց բացահայտումները, ինչը դրական են գնահատում։ Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ քնարիկ Գարանֆիլյանի խոսքով Հայաստանում նաև երեխաների հանդեպ հոգեբանական բռնությունն է տարածված։ Բռնությունը մենք գիտենք նաև դա միայն ֆիզիկական բռնությունը չի, դա հոգեբանական բռնություն է, դա երեխաների անտեսումն է, որ ավելի սոսկալի է, ես շատ ունենք երեխաների անտեսում, երբ որ երեխան բավարար խնամ, դաստիարակություն, ուշադրություն չի ստանում ընտանիքում։ Այսօր ցավոք ունենք բավականին բարեկեցիկ ընտանիքներ, որտեղ երեխան անտեսված է լինում եւ երեխայի մոտ տարբեր խնդիրներ են հետո առաջանում հոգեբանական եւ այդ ընտանիքները դիմում են մեր մասնագետներին, որպեսզի մեր հոգեբանը կամ մեր լոգոպեդը աշխատի երեխայի հետ։ Երեխաների նկատմամբ բռնության մասին կառավարության մայիսի 29-ի նիստին խոսեց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման մեխանիզմների տեսանկյունից դարձյալ խնդիրները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում օրինակ իրավասու մարմինների ներկայացուցիչները կլինեն դրանք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, թե ցանկացած այլ իրավասու մարմնի ներկայացուցիչ, իրենք հենց բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն, արդյունքում չեն էլ կարողանում արձագանքել այս խնդիրներին։ Հայաստանում առ այսօր երեխաների նկատմամբ բռնության վիճակագրություն առանձին չի վարվում։ Չեն հավաքագրվում վիճակագրական տվյալներ բռնության տեսակների, բռնության ենթարկված երեխաների տարիքի, բռնության ենթարկողի կարգավիճակի եւ այլ տվյալների վերաբերյալ։ Մայիսի 29-ին կառավարությունն ընդունեց ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է նաև նոր տեղեկատվական համակարգի ներդրում դեպքերի կառավարման, տվյալների հավաքագրման եւ քաղաքականության ձևավորման համար։ Որքանով այս ու այլ փոփոխություններ կօգնեն նվազեցնել երեխաների հանդեպ բռնությունը։ Տեսեք, օրենքի ընդունումը շատ լավ է, բայց այստեղ պետք է նաև մենք ընդհանրապես բռնությունը որպես մշակույթ ներշենք։ Ցավոք, եթե բռնությունը առկա է նույնիսկ ամենաբարձր օղակներում, ինչպես ասեք, մենք տեսնում ենք շատ անգամ խորհրդարանում կամ պետական կառույցներում, հա, այդ բռնությունը ստացվում է, որ վերևից ներքև, այսինքն ինքը հասարակությունը պետք է անհանդուրժող լինի բռնության ցանկացած դրսևորման հանդեպ եւ ցանկացած վայրում, դա կլինի պետական կառույցներում, դա կլինի ընտանիքում կամ կրթական հաստատություններում եւ այստեղ մի բան է շատ կուզեի, գիտեք, նաեւ այդ սերիալները շատ բացասական են ազդում, որտեղ ցավոք սերիալներում հիմնականում բռնությունը կարծես թե խրախուսվում է։ Մասնագետների խոսքով նաև պետք է քայլեր ձեռնարկվեն, որ բռնության զոհ դարձած երեխաները ավելի շատ բարձրաձայնեն դրա մասին։ Եթե իմ խնդրում հայտնվում, խորհուրդ չեմ տա, որ մնան այդտեղ,
փորձեմ պայքարել, որտեղ այդ անիմաստ է, որ գտամ հիմնական եւ ինչ-որ կենտրոն կամ այսպես ինչ-որ ելք, որտեղ մնացած բոլոր տարբերակները չեն աշխատում փորձության մասում։ Այն ամենակարևորն է, որ ուժեղ լինեն, այդ շատ կարևոր է։